10 ամիս տևած քննությունից հետո վաղը մեկնարկում է Սամվել Կարապետյանի դատավարությունը։ Մի քանի հոդվածներով հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացումից մինչև իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։ Առաջին նիստին ընդառաջ միլիարդատեր գործարարի փաստաբաններն այսօր միջնորդություն մուտք արեցին դատարան, որպեսզի դատավորը վաղը նախ քննի Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը։ Նորաստեղծ ուժեղ Հայաստանի առաջնորդը ցանկանում է մասնակցել իր կուսակցության հաջորդ շաբաթ կայանալիք համագումարին։ Առանցքային է, որ մինչ այդ համագումարը, որի օրակարգում հենց ընտրություններին վերաբերող հարցերն են, Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին, որովհետև կուսակցության նախագահի մասնակցությունը առանցքային է։ Մենք տեսանք, ինչպես օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախագահ ինչ աստիճան ինտեգրված, ներգրավված էր process-ին։ Մրցակցության, հավասարության, ընտրական գործընթացի երաշխիքների տեսանկյունից սա ակնհայտ անհրաժեշտություն է։ Սամվել Կարապետյանը թեև ղեկավարում է ուժեղ Հայաստան կուսակցությունը, բայց ընտրություններին անմիջական չի կարող մասնակցել, քանի որ նաև այլ երկրների քաղաքացի է։ Ռուսաստանաբնակ գործարարը տնային կալանքի տակ է։ Մենք խոսում ենք օրինակ ամեն շաբաթ կիրակի ուժերից մեկի քարոզարշավի մասին, իսկ ուժերից մյուսի առաջնորդի տնային կալանքի պայմաններում գտնվելու մասին։ Կարապետյանը իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ Փաշինյանը պահանջում էր կաթողիկոսի հրաժարականը, իսկ ինքը հայտարարեց, թե իր ձևով կմիանա եկեղեցու պաշտպանությանը։ Իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքը հետագայում լրացվեց փողերի լվացման եւ այլ հոդվածներով։ Դատախազ Արգամ Դալլաքյանը երեկ հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացնում էր գործարարի ենթադրյալ ծանր հանցանքները՝ 8.5 միլիարդ դրամի հափշտակություն եւ հարկերից խուսափում։ Օրինակ ըստ մեղադրանքի Սամվել Կարապետյանն ապօրինի փողերն օրինականացնելու համար Ռուսաստանի քաղաքացիների է որպես աշխատակից գրանցել։ Աշխատավարձի քողի ներքո այդ աշխատակիցների հաշիվներին փոխանցվում են գումարներ։ Խոսքը իմ կողմից նշված հանցավոր ծագում ունեցող գումարների մասին է։ Այդ գումարը այս ՌԴ քաղաքացիները ուղղում են Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի տարածքում եւ արտերկրում անշարժ գույքերի ձեռքբերմանը, ինչի արդյունքում կատարվում է ծառայողական լիազորությունների օգտագործման առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Սամվել Կարապետյանի փաստաբան Արշակ Վարդանյանը մինչդեռ պնդում է, որ մի քանի տասնյակ քննիչներին չի հաջողվել հիմնավորել այս մեղադրանքները։ Հարցաքննվել են 40 անձ, որոնցից որևէ մեկը Սամվել Կարապետյանին վերագրվող արարքների առնչության վերաբերյալ որևէ փաստական տվյալ չի տվել։ Կատարվել են 81 զննության արձանագրություններ, բացառապես փաստաթղթեր են զնվել, այդ փաստաթղթերից որևիցե մեկում Սամվել Կարապետյանի անունը չի հիշատակվում։ Հիմա նման պայմաններում հմեկով ելույթ ունենալ, ներկայացնել, որ այնտեղ գումարային ահավոր թվեր եւ այլն, որ փողերի լվացման գործընթացն է կազմակերպել։ Որից հետո էլ արդեն Դատախազ Դալլաքյանը երեկ չի անդրադարձել իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքին, որի հիմքում Կարապետյանի մի քանի վայրկյանի հայտարարությունն է։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչ։ Հանրայինի եթերում հնչեցրած հայտարարությունների համար Սամվել Կարապետյանի փաստաբանները մտադիր են դատախազին բացարկի միջնորդություն ներկայացնել։ Սա քրեական վարույթ չէ, սա 135 հատորանոց դատական իշխանության ղեկավարի կողմից վրեժխնդրություն է, սա վախի դրսևորում է եւ նման պայմաններում հայտնել այդպիսի հասարակությանը տեղեկատվություն, որ հաստատված այն էլ հանգամանքներով իրականությանը չհամապատասխանող։ 59-ամյա Սամվել Կարապետյանը ըստ Forbes պարբերականի 41 միլիարդ դոլարի կարողություն ունի։ Նախկինում նա ուղղակի ներգրավված չի եղել քաղաքականության մեջ։